Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Սոնան Վռամի հետ երկար զրույց է ունենում, զրույց, որի ընթացքում Վռամը կարծես թե առաջին անգամ ամբողջությամբ բացում է իր ներաշխարհը։ Նա խոսում է ոչ թե վախով, այլ մոլուցքով։ Նրա խոսքերում հնչում է ոչ թե նախազգուշացում, այլ սպառնալիք։ Եվ հենց այդ սպառնալիքի թիրախն էլ Հայկն է։ Վռամն ասում է այնպիսի բաներ, որոնք Սոնայի սրտի մեջ սառց է խայթ են թողնում։ Նա հասկանում է, որ եթե հանկարծ Վռամը իմանա Նարեի և Հայկի սիրավեպի մասին, հնարավոր է անուղղելի բան պատահի։ Վռամը պատրաստ է նույնիսկ սպանության, հանուն սեփական ընտանիքի պատվի։ Սոնան այդ ամենը լռել չէր կարող։ Նա գնում է Նարեի մոտ, լարված ու անհանգիստ։ Սկզբում փորձում է ակնարկներով ներկայացնել իրավիճակը, ապա տեսնելով Նարեի անտեղյակ հայացքը, ուղղակիորեն ասում է. հանուն Հայկի անվտանգության Նարեն պետք է հրաժարվի այդ հարաբերությունից։ Նարեն շոկի մեջ է։ Նա չի կարողանում հավատալ ականջներին։ Իր հարազատ եղբոր կինը, իր տան անդամը իրեն խնդրում է մոռանալ սերն ու երջանկությունը։ Սոնայի խոսքերը վիրավորում են Նարեին որպես կնոջ, որպես սիրահարի և որպես մարդու, ում սիրտը պատկանում է Հայկին։ Նա կտրականապես մերժում է նման զոհողություն։ Նա որոշում է ամուր կանգնել իր ընտրության կողքին, ինչ էլ պատահի։ Եվ շուտով փոթորիկը հասունանում է։ Սաքոն ու Վռամը ի վերջո իմանում են ճշմարտությունը։ Նարեն ու Հայկը սիրահարված են։ Նույն վայրկյանին Վռամը պայթում է։ Նա առանց շրջանցումների Նարեին ստիպում է ընտրություն կատարել՝ իրենց ընտանիքը կամ Հայկը։ Նարեն երկար չի մտածում։ Նա ընտրում է Հայկին։ Նրա աչքերում կա որոշակիություն, նրա մեջ հասունություն։ Նա այլևս ոչ մի լարվածություն, ճնշում չի պատրաստվում հանդուրժել։ Վռամի հոգին փոթորկվում է, իսկ Սաքոն լռում է։ Այս իրադարձությունների կենտրոնում է նաև Սաքոյի և Լալայի երկար սպասված հանդիպումը։ Սկզբում ամեն բան հուզիչ է։ Քույր ու եղբայր տարիների բաժանումից հետո կանգնած են դեմ առ դեմ, հիշելով անցյալը, իրենց մանկությունը, ծնողների տունը։ Սկզբում արտասվում են, չիմանալով ափսոսանքից, կարոտից, թե կորսված տարիներից։ Բայց այդ հուզականությունը կարճ կյանք ունի, շուտով ամեն ինչ փոխվում է։ Լալան թափ է տալիս բոլոր զգացմունքները և մերկացնում իր հոգին։ Նա բացեիբաց ասում է, եթե նույնիսկ Սաքոն մահվան եզրին լինի, ինքը նույնիսկ մի բաժակ ջուր չի առաջարկի։ Նրա խոսքերը սուր են, չմարսվող, ծանր։ Սաքոն լսում է դրանք լուռ, դրանք ցավեցնում են, բայց ներսից նա գիտի։ Լալայի վերադարձը ոչ թե վերամիավորման ակնկալիք է, այլ սպառնալիք, վտանգ, ճշմարտության բացահայտման նախերգանք։ Լալան այլևս չի վախենում, չի թաքցնում։ Նա եկել է վերականգնելու ճշմարտությունը և վրեժ լուծելու եղբոր կողմից կործանված անցյալի համար։ Եվ այսպես, երբ թվում է այս ամենն արդեն բավարար է մեկ օրվա համար, մի նոր շոկային իրադարձություն է տեղի ունենում։ Միքոն պատահաբար համացանցում հանդիպում է մի լուսանկարի, մի նկար, որում պատկերված է Լալան։ Այն կնոջ դեմքը, որի մասին այսքան խոսվել էր, որը մնացել էր ստվերում, հիմա ցցված է հրապարակային լուսանկարի վրա։ Միքոն անմիջապես ցույց է տալիս լուսանկարը Հայկին, և այդ պահից սկսած Հայկի ուղին միանգամից փոխվում է։ Նա արդեն վստահ է, Լալան իրական է, վերադարձել է և հենց նա ունի իր բոլոր հարցերի պատասխանները։ Ճշմարտությունը շատ մոտ է, բայց ինչ գնով։ Հարգելի հետևորդներ, արդյոք Լալային հանդիպելու դեպքում Լալան Հայկին կասի ճշմարտությունը։ Գրեք մեկնաբանություն։